Վերջին օրերին տարբեր նյութեր են տարածվում, թե ինչպես են օրեր առաջ Մարմարիկում կորած 2 տարեկան Տիգրանի ծնողները կեղծ զանգեր ստանում։ Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորն ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ Ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան։ Հիշեցնենք, որ փոքրիկը կորել է մայիսի 4-ին, դիտարկվում են տարբեր վարկածներ, որոնողական աշխատանքներն իրականացվում են թե գետում, թե այլ վայրերում։ 2 տարեկան Տիգրանի պապիկը չի հավատում, որ երեխան գետն է ընկել։ Նրան ըստ պապիկի գողացել են։ Լրագրողների հետ զրույցում նա նաև պատմել է, թե ինչպես են նախորդ օրը 2 անգամ զանգել որդուն եւ երեխայի ձայն միացրել։ Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել։ Թե ով եւ ինչու կարող էր դիմել նման քայլի, պապիկը չգիտի։ Այնքան մարդ կա, որ ուրիշի վշտով երջանկանում է, նշել էր նա։ Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքել է նաև հարևանը։ Էդ երեխուն ոնց որ այլմոլորակայինները տարան, այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ։ Թե որտեղ է իրականում փոքրիկը, այս պահին անհայտ է, որոնողական աշխատանքները շարունակվում են։